երբ որ բարձրացվեցին, դրան զուգահեռ նաև իրենց ահռելի թալանի մասին վերջին մեկ ամսվա ընթացքում եղան բազմաթիվ հրապարակումներ եւ բարձրաձայնումներ, մասնավորապես եւ ազգային ժողովում եւ մամուլում, իրենք զույգերից մեկը սկսեց հիստերիայի մեջ ընկնել ազգային ժողովում վիրավորել պատգամավորներին, իսկ տիկինը սկսեց ասել էշեք, ոչիլեք, ինչ եք, տխմար եք, չգիտեմ, փթած ուղեղներ բոլորդ ունեք, դրա համար ձեզ բոլորին պիտի կրթեմ, հենց որ խոսեցին արդեն իրենց թալանի մասին, խնդրեմ։ Ես ասեմ, ես վերջին օրերին տեղեկատվական ամբողջ լրահոսում, հիմնականում գերիշխում են ձեր ասած անձի եւ իր հասցեին արձագանքները, անձի ասածները եւ արձագանքները։ Ես կարծում եմ դա կանխամտածված է արվել, դա պատահական չի։ Այսինքն այնուամենայնիվ Բայց դրան զուգահեռ նաև ներկայացնում է իրենց խայտառակ թալանը։ Մի վարքան։ Չեմ կարծում, որ իրենք ուզում են իրենց թալանի մասին շատ խոսեն։ Անժելա, ուրեմն ես նորից եմ։ Ես իմ միտքը ասեմ, իմ կարծիքը։ Ուրեմն կարծում եմ դա պատահական չի արվում։ Ինչու՞։ Հիշեք, ինչին հաջորդեց վիրավորական արտահայտություններով այդ անձի կողմից հրապարակային մարդկանց վիրավորելը, պատասխաններ ստանալը եւ այդպես շարունակ առ այս պահը։ Դա հաջորդեց ուրեմն Տիրանայում մի հանդիպմանը, որտեղ ներկա էր Փաշինյան Նիկոլը, Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահը եւ մենք տեսանք այն խայտառակությունը, որը տեղի ունենում այդտեղ։ Եվ այո, մեր լրահոսը եկավ մի վիճակ, որտեղ մարդիկ աշճանաբար, այդ թունայ փորձագիտական շրջանակները որակում էին, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կամ կամակատար կառավարություն, այսինքն Փաշինյան Նիկոլը ուղղակիորեն կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանձնարարականները Մակրոնի խավորությամբ։ Այն Անձրևանոց պայելն էլ պատահական չէր, դեպ ասեմ ձեզ, Փաշինյանը երբ գծնեց իբր Անձրևի մի քանի կաթիլ Մակրոնի վրա չընկներ։ Եվ այդ թեման ինքը այստեղ լուրջ գեներացիայի ժամանակ երկու այդ թեմայով խոսեցին Փաշինյան Նիկոլի եւ իր վարչակազմի մեզ թշնամի պետությունների կամակատար լինելու մասին հերթական եւ լուրջ հիմնավորումներով տեղեկատվություններ տարածվում Հայաստանի լրատվական հոսքերով։ Եվ չգիտես ոնց, չգիտես ինչու, երկու օր հետո, երրորդ օրը միանգամից ձեր ասած անձը մտավ վիրավորական արտահայտություններով։ Հաշվի առնելով, այստեղ կոռուպցիան իրենք պատրվակ են վերցնում։ Հաշվի առնելով, որ պատկերացրեք, որքան զոհվածների ծնողներ կան, որքան այս իշխանությունից դժգոհներ կան, որքան կանայք կան, որ անձնապես չեն տանում, հա, այդ ձեր նշած անձին։ Այսինքն արձագանքը ակնհայտ էր, որ ուժերի հարաբերակցությունը, եթե նայում ենք մի անձ մի կողմից է խոսում, Եթե ինքը խնդիր էր դրել վախեցնել բոլորին, այսինքն ոնց վախեցնել, որ այսինքն մարդկանց որ վիրավոր, չէ, այդպես չի։ Մարդը եթե մեկը ուրեմն վախեցնող է։ Կստանաք, այլևս չգիտեմ ինչ, այսպեսի ինչ որ բաներ էր ասում, հետո էլ վերջում այնքան ինքնավստահ ու բան վիճակում, ասում դե լավ, դե մի վախեցեք, որտեղ փտած ուղեղներ ունեք։ Ուրեմն վախես Մի մոռացեք, որ իրենք քարոզարշավ են սկսել, գուցե այս քարոզարշավի մի մաս է, կոնկրետ այս մարդիկ արդեն շրջաններով գնում են, այս զույգը գնում, քարոզարշավ է իրական։ Լավ, ես քարոզարշավը իր տեղ է, հասկանալի է։ Ես նորից եմ ասում, հուասելով չեմ վախենում։ Զոհվածների չէ, Արմեն Գրիգորյանին ինչ արեցին, չտարան սպանեցին։ Հիմա ես օրինակներ կա, չէ։ Լավ, այդ օրինակը կար, հիմա ինչու է նորից ասում։ Հա։ Այդ օրինակը վաղուց է եղել, հիմա ինչու է։ Ասма ես եմ, միջամարցակ եք հանկարծ։ Ես իմ կարծիք ունեմ, դա հատուկ տեղեկատվական հոսք բաց թողնվեց, որպեսզի Փաշինյանի այն խայտառակությունը, որը Տիրանայում եղավ, Ալբանիայում, այդ հոսքերը տեղեկատվական հոսքը ամբողջովին փակվեց։ Այսինքն պիտի վիրավոր, ես դրա համար կեսկատա կես լուրջ ասում եմ, եթե էլ խոսալու թեմա չունեք, 18 գումարածով վիդեոներ դրեք, մարդիկ առավոտից երկուն դրա մասին կխոսեն։ Դուք էլ կարող եք չխոսել։ 18 պլյուս ձեր անձնական կյանքից։ Դրա մասին չի խոսքը բացարձակ։ Այս մարդը պատահական մարդ չի։ Բոլորը գիտեն ինչ ահռելի ազդեցություն ունի նյութերի վրա, բոլորը գիտեն, որ որոշումները իր մոտով է անցնում։ Մամուլում հրապարակումներ կա, որ բոլոր նշանակումները, տեսեք ուժայինների նշանակումները այս տիկինն է անում։ Հետո։ Այսինքն պատահական չի այս տիկնոջ ոչ հայոյանքները, ոչ ակտիվությունը, ոչ մի բանը։ Դուք վախեցաք։ Չէ, ինձ ոչ Ուրեմն, ես հանրային մի վարքյան։ Ես համոզված ասեմ ոչ մի կին էլ, որը որ հստակ առանց թաքցնելու
իր Facebook-յան էջով, իր դեմքով պատասխանա տվել խիստ, որից մեկն էլ չի Այս վախեցել։ մարդիկ արդեն հետաքնող լրագրող են տանում փակում է, այսպիսի բան կար։ Այդ հետաքրող լրագրողը այս թեմայի հետ կապ չուներ։ Աղեկյան Լիլիթ Աղեկյանի Չէ, մասին։ էլեմենտներ են, չէ, արդեն։ Դե ուրիշներն էլ են տանում։ Հա։ Անժելա, հիմա դուք ինչ եք ուզում ինձանից Չէ, լսել։ ուղղակի բանն եմ ասում, այս Դուք ձեր կարծիքը ասեցիք, ես իմ Ես ասեցի։ իմ կարծիքը չեմ ասում, ես ընդամենը որոշակի պնդումներ եմ անում հանրային տրամադրություններից եւ Ես էլ ասում եմ, որ մարդիկ չեն վախում։ Այդ իրանք են առավոտից իրկում վախեցած ման գալիս։ Փաշինյան Նիկոլը նայ, քանի դե ասեցի, քանի 100 հոգով է ման գալիս։ Ինքը իրանք են վախեցած։ Ու իրանք շատ լավ գիտեն, որ իրանք վերջը այդքան բարի չլինելու, ինչքան իրանք են մտածում, որ պահագա ճողոպրելու են այդ թալանացնել վայելեն։ Վախը իրանք սրտերում է նստած, ոչ թե մեր։ Ոչ մեր զովասների մայրերի, ոչ արդարացի կեցված դրսևորողների, ոչ է մեկի սրտում էլ վախ չկա։ Վախը իրանք մեջ է։ Վախը գիտեք ինչի արտահայտությունն է, սովորաբար։ Երբ որ սխալ արարք ես անում, գիտակցում ես այդ սխալը, այսինքն մեղքի զգացողություն կա։ Եվ մտածում ես, միտքս ավարտեմ, Անժելա, եւ մտածում ես, որ հատուցում է գալու։ Իրավական կամ ոչ իրավական, բարոյական, վախը տեղից է առաջանում։ Հիմա նայեք, իրենք անարդար են, ու իրանք հրաշալի գիտեն, որ անարդար են։ Իսկ նա ով արդար է եւ կեցված կա դրսեւորում, իր սրտում վախ չկա։ Այնպես որ իրանք են վախեցած։ Պարոն Ապետյան, դրան ավելացրեք նաեւ տգիտության հետևանքը նաեւ վախը։ Այս տիկինը որ իրան հորժորջում է իբրև ամբողջ ազգին որոշել է կրթել, չգիտեմ ինչ անել, նաեւ ինքը բան կրթվելու լուրջ բան ունի։ Այդ տիկինը արժի որ այդքան խոսենք մենք։ Իհարկե արժի, որտեղ այս տիկինը բունկերում ինքն է որոշումներ կայացրել եւ կարեւոր տեղերում է։ Եվ ինչքան անտեսեք էս կնոջը, այս դուք ինչա կասկածում եք, որ բոլոր որոշումները ինքն է կայացնում։ Այսօր ուժայինները ղեկավարները ովքեր են։ Ով է նշանակել ուժայինների ղեկավարներ։ Դե ասեք Նիկոլը։ Ես կարծում եմ ավելի կարևոր հարցեր կար, քան այդ անձի ուժայինների ղեկավարները ովքեր են։ Այն մարդիկ, ով նշանակել է Աննան, մարզպետների, քաղաքապետների, չգիտեմ ինչ նշանակումներ էլի ասում են պայմանավորված է միայն իրեն։ Իրավական ստատուս ինքը չունի, Փաշտան Նիկոլ ունի, այսօր Փաշտան Նիկոլը ազդեցություն ինքն է որոշում։ Եվ հետո այս վիճակում ենք, որտեվ այդ տիկինը այդպիսին է, որտեվ այդ հանդուրժել ենք, որ այս տիկինը բունկերում լինելուց հետո մի հատ էլ գա միջևա որոշում կայացնի։ Ես էլ ասում եմ, մարդիկ չեն վախում։ Ասում եմ, որ պետքա թիրախը ճիշտ ընտրել շատ հաճախ։ Ինչ հաճախ։ Որ թիրախը նաև ինքը պիտի լինի, որտեվ ինքն է որոշում կայացնում, եւ ինքն է ազդեցիկ, ինքն է նշանակումներ անում։ Այդ առումով եւ մի հատ էլ բանը հոխորտում այլ բանախոսների, որոնք ուղղակիորեն իր անձը, իր որա, ես նորից եմ կրկնում։ Վստահ չեք, որ ուժայինների այս նշանակումներն ինքն է կատարում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում բոլոր ուժայինների նշանակումը Բրիտանիայից Լոնդոնի որոշմամբ։ Ցուցակ ընդեղից է գալիս, այո։ Իրենք չեն որոշում, ով լինի պաշտպանության նախարարություն, արտաքին հետախուզության պետ, ով լինի դատախազ, այդպես չի, որտեղ գնահատում են, որ Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունն է ներկայացնում։ Այո, իրենք ունեն դերակատարում։ Կարողացան ստվերել են խայտառակությունը, դա ինչպես ստորացած էր ինքը, բանը Ալիևի արչև, Էրդողանի արչև մատով կանչում էր։ Ես էլ ասում եմ, այդ խոսակցությունները, ասում եմ, այդ խոսակցությունների բուն նպատակը։ Հիմա մենք չենք ստվերում, գալիս ենք այս թեմային։ Ոչ մտածեն, ստվերեցին եւ մենք չենք խոսում, այս ապարքերը տեսեք։ Ես դրա համար հորդորում եմ այդ թեման վերարծացել։ Հիշել, ինչ պայմանավորվածություններ, ինչ կեցվածք ուներ Փաշինյանը Տիրանայում։ Այդ թեման դարձնել այսօր այժմյական թեմա։ Դա է կարևոր թեման։ Որովհետև եւ Լավրովի ասածները եւ քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան օրակարգի շուրջ, սրանք կարևոր թեմաներ են։ Այսինքն, գիտեք, իրենք իրենց գործն են անում, մենք էլ մերը պետք է անենք։ Որ իրանք վատ են անում, դրա մասին բարձրաձայն